Բարև ձեզ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանը։ Մենք ենք շնորհակալ, որ ժամանակ գտաք տրամադրելու եւ զրուցելու 30 րոպե օրախնդիր թեմաների մասին։ Նախապես ասեմ, զրուցելու ենք մի քանի թեմաներից։ Դրանցից մեկը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է, ընդդիմադիր դաշտի մի հատվածում տեղի ունեցող խմորումները, զարգացումները, նախաձեռնությունները, օրակարգը, փոխադարձ կսմիտները, ակտիվացումը, այո, ընդհանուր։ Այո։ Մյուսը հայ-ռուսական հարաբերություններ, Ռուսաստանի կարծես թե ակտիվացում Հայաստանի ուղղությամբ տարվող աշխատանքների, այս համատեքստում նաև մայիսի 9-ը, իհարկե Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններ, ռեգիոնալ իրավիճակ եւ այլն։ Եվ ուրեմն սկսենք ներքաղաքական իրավիճակից ձեր գնահատմամբ, ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտի մի հատվածում։ Ինչի մասին են Հանրապետության երկրորդ, երրորդ նախագահների, նրանց կողմնակիցների այս հրապարակային հայտարարությունները, կսմիտները եւ այլն։ Դուք երկու թեմա նշեցիք, այսպես ստորակետով առանձնացնելով, բայց դրանք ոչ թե ստորակետով են առանձնանում, այլ եթե դպրոցական քիմիայից հիշում եք, մի այսպիսի նշան կար, չէ, երկու սլակ։ Չէ, այսինքն այդտեղ փոխազդեցություն կա։ Քիմիա կամ ինչպես հայտնի պերսոնաժն է ասում խիմիա, չէ՞։ Այո, այդ երկու process-ները հենց այդ խիմիայի մեջ են մեկը։ Մյուսից Մոսկվայում փոխվել է ուրատոր, իսկ այդ միջավայրի համար գործածվող տերմինով նայող, հա։ Եվ ահա այդ շրջանակում մի այսպես պղպջակներ են սկսել արձակել, որ մեծ վրա ուշադրություն մեր հետ գործ ունեցեք։ Դա մոտավորապես միանգամայն տեղավորվում է այդ մարդկանց փիլիսոփայության մեջ, որ Հայաստանը պետություն չլինի, լինի ռուսական գուբերնիա, այստեղ լինի մի ինչ-որ գուբերնատոր, իրենք էլ ասենք այդ գուբերնատորի մոտ, ասենք չգիտեմ, բուֆետ չի կաշխատեն, բան։ Ասենք այդ մոտավորապես այդ բանն է, հիմա միկրոֆոն են վերցնում, իրենց ականջների համար հաճելի բաներ են ասում։ Մեր երկրի վրա էլ ցեխ են շպրտում այն ուղերձով, որ նենց լավ ասեցի, չէ՞, ասենք մոտավորապես այս ձևով։ Արդյունքում մենք տեսնում ենք մի այսպես փորի վրա սողացող մի ստորաքարշության մի ֆեստիվալ, հա, փառատոն, այսպես անբարո, անպատիվ իր բազում պերսոնաժներով այստեղ շատ կարևոր է ֆիքսել մի բան, որ այս ամենն ուղղակի մի ազդակ է, որ կամ ախտանիշ, հա, այսպես ասենք, որ Հայաստանում բոլոր process-ները այլևս սկսում են տեղավորվել նախընտրական համատեքստի մեջ։ 2026-ից մեկ տարի առաջ ոչ ֆորմալ սկսվել է 13.5 ամիս է մեզ բաժանում այդ օրից եւ այո մեզ սպասվում է ծանր 13.5 ամիս ծանր ինչով այո Ռուսաստանը շարունակելու է այն ինչ ասում է օրինակ չնայած ոչ միայն նա է ասում բայց թարմ այսպես ասում է Հայաստանի թիվ 2 պաշտոնյա ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հիբրիդային պատերազմ դա ես չեմ ասում դա այն ինչ են ասում չէ արևմտամետները ասենց բանկը չէ բացարձակ ասում է պետական պաշտոնյա որը ունի այդ ամենն ասելու պետության անունից ասելու մանդատ Այսինքն, սա մենք կարող ենք որպես փաստ արձանագրել Հայաստանի Հանրապետության ընկալումը պաշտոնական այդ ողջ երևույթ։ Չնայած մենք դրան
կանդրադառնանք։ Հետաքրքիր որ այդ մասին հայտարարվեց Կոպերկինին ընդունելուց հետո։ Դե հա իհարկե։ Նաև անոնսից հետո, որ Հայաստան է այցելելու Մատվիենկոն եւ Լավրովը, հա։ Այո, դրանից հետո։ Հաջորդը ինչ է, որ Ռուսաստանից մեծ փող է ծախսվում այստեղ։ Իհարկե սա պարզավոր Ռուսաստանի պետական փողերը չէ։ Եկեք մի բան ֆիքսենք։ Կիրիենկոն իր այս Կրեմլի վարչակազմում աշխատելիս զբաղվել է սովորաբար ներքին քաղաքականությամբ։ Մեկ էլ Ռոսատոմով։ Վարշապետ է եղել։ Չէ, դա այն Kinder Surprise ժամանակները դա ուղղակի նշանակել էին, որտեվ դեֆոլտն անխուսափելի էր, որ հետո իր վրայից կախտան եւ մաքուր դուրս գան մնացածը։ Դա չեմ ասում։ Հետո երբ որ նա արդեն սկսեց աշխատել, երբ դուրս եկավ արդեն Նեմցովի համախոհների շարքից եւ դարձավ կարկառուն պուտինական, դրանից հետո նա զբաղվել է ներքին քաղաքականությամբ, մեկ է Ռոսատոմով։ Եվ հիմա այս 2022-ից արդեն այն Դոնբասով է զբաղվել ինչ-որ ժամանակ, հետո նրան հանձնարարել են զբաղվել Աբխազիայով, հիմա արդեն ռուսական մամուլն է գերում, չգիտեմ որքանով այդպես, որքանով ոչ, որովհետև մենք տարածված չերկված ասենք։ Մենք համենայն դեպս շուտ հրամանագիր բան նման բան չենք տեսել։ Դե հենվենք դրա վրա։ Դե ինչ հիմա նա պետք է այս պատասխանատու ժամանակահատվածում կամ հաշվետու, այսպես ասենք, ժամանակահատվածում զբաղվի Հայաստանով։ Դե փորձի, թող զբաղվի, հա, ինչն էր կարևոր, որ նա էլեկտորալ խնդիրներով, չէ, տեղեկատվական միայն Փափուկ ուժի, փափուկ ուժ, ինչ փափուկ ուժ։ Ռուսաստանի փափուկ ուժը հետևյալն է, հա, որը ձևակերպել է Ալ Կապոնեն, հա, որ բարի խոսքով մենք հասել ենք շատ բանի, բայց բարի խոսքով եւ ատրճանակով հասել ենք ավելի շատ բանի։ Սա է ռուսական փափուկ ուժը, երբ այդ ատրճանակն էլ պահում են դիմացինի գլխին։ Հիմա ձեր թվարկած այցերը Հիմա այս թվարկած այցերը այսպես հետախուզական բնույթի են, ժամերը ստուգելու համար, իրավիճակ ֆիքսելու, ելակետեր ֆիքսելու, որ հասկանան, որտեղից են գնում։ Դա իրենց տեսակետից։ Մեր տեսակետից այս այցերը ինչի համար են, որ ի վերջո չնայած այդ Բյուզանդիայի եւ մոնղոլական հորդայի ավանդույթները կրող պետության համար որևէ սրբություն չկա, բայց այնուամենայնիվ կոնտակտները, կոնսուլտացիաները, հա, ինչ որ ինքնին զսպող հատկություն ունեն, էլի, այնուամենայնիվ։ Չնայած Ռուսաստանի դեպքում այդ հատկությունը դրսևորվում է բոլոր հնարավորներից ամենամինիմալ ձևով, բայց այնուամենայնիվ դա կա։ Դա կա համենայն դեպս դա փորձ է ես սա տեսնում եմ մենք խոսում ենք ախտանիշներից, հա, այսպես մենք հասկանում ենք, որ մենք կանգնած ենք մի պատմական մի անխուսափելիության առաջ, հա, այն է դետերմինացված այն, որ պետք է տեղի ունենա Հայաստանի հայկական պետականության հաջորդ փուլ մուտքը մեր, հա։ Այդ հաջորդ փուլում հայ-ռուսական հարաբերությունների հաջորդ փուլ մտնելը հնարավոր չի առանց Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում դեզինտեգրացիայի բոլոր այն թելերի, որոնք
ներկայումս վերածվել են կապանքների Հայաստանի վրա եւ թույլ չեն տալիս, որ մենք թևակողենք հաջորդ փուլ։ Այս սրա մասին է խոսքը։ Հիմա հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի կառավարիչներն աշխարհին նայում են 19-րդ դարին բնորոշ հայացքով, այն էլ նույնիսկ այն ժամանակվա համար ոչ առաջադեմ, այլ ավելի շատ ասենք Նիկոլայ առաջինի, հա, որ Նիկոլայ Պալկին էին կոչում։ Ռուսները, իսկ ֆրանսիացիներն էլ Եվրոպայի ժանդարմ, հա։ Այդ հայացքով են իրենք նայում աշխարհին, այսինքն 19-րդ դարից ոչինչ չի փոխվել։ Հետևաբար, այն ինչ մենք ուզում ենք, մեր շահերի իրացումը ցավոտ է լինել Ռուսաստանի համար, այո։ Եվ այս հանդիպումները այդ ցավված զրկման էֆեկտ կարող են ունենալ, կարող են եւ չունենալ։ Բացի դրանից, մենք խոսում ենք, թե ինչպիսին կլինեն։ Այդ դինամիկան զգալի չափով կախված է, թե ինչպես կընթանա պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Մենք տեսնում ենք, որ որքան էլ որ ռուսական ռոպագանդան ցույց է տալիս, թե իբր ինքը իրենց վեճը չէ, պատերազմը կգնա թե չէ, մենք թեկուզ դանդաղ, բայց միևնույն է առաջ ենք գնում։ Հա մի միլիոն մարդ գրեթե շարքից դուրս է եկել, հա, զոհված եւ հաշմանդամ դարձած, այսինքն շարք չվերադարձող։ 1 միլիոն կորուստ։ Մենք այդպես մի քանի միլիոն ունենք եւ այլն, բայց գնալով ռուսների գործերը վատանում են։ Սա մենք պետք է լավ հասկանանք։ Եվ ինչպես կընթանա այդ պատերազմը, այդ ընթացքի հետ է կոռելացվում հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան եւ Ռուսաստանի եւ ցանկացած հետխորհրդային երկրի հարաբերությունների դինամիկան եւս։ Փորձեմ ձեզ ինչ-որ առումով հակադարձել, դուք ասում եք ինչպես ուզում են ասեն այդ ռոպագանդիստները այնտեղ կամ այստեղ Ռուսաստանի գործերը վատանում են։ Հիմա ցես կասեն Ռուսաստանը դուրս է եկել միջազգային մեկուսացումից։ Միացյալ Նահանգների հետ որոշակիորեն երկխոսություն։ Այդպես չէ։ Երկխոսության մասով, հանդիպումների մասով, այդ բոլոր մասերով, այո, բայց որ դուրս է եկել միջազգային մեկուսացումից, ոչ։ Որովհետև կոնսուլտացիաներ բոլորի հետ էլ անում են, հետո ինչ։ Բայց մենք տեսնում ենք, որ դրանից պետությունների դիրքորոշումները չի փոխվում։ Այդ կոնսուլտացիաները ոչինչ չեն փոխում։ Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Ըստ էության ոչ։ Փաստորեն, այո, ոչինչ չի փոխվել։ Ինչը օգնությունն Ուկրաինային շարունակվում է։ Այո։ Սանկցիաները պահպանվում են Ռուսաստանին նկատմամբ։ Այո։ Արանքում խոսում են։ Այո։ Եվ Լավ, ասում եք, որ այս շփումները այսպես թե այնպես պետք են այնքանով, որքանով դրանք կարող են նվազեցնել այդ ռիսկերը, հա, Ռուսաստանի հետ։ Նաև այս համատեքստում պիտի նայել մայիսինյան շքերթին մասնակցության հարցը։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, պարոն Մեհրաբյան, մենք խոսում էինք մեծ հաշվով հայ-ռուսական հարաբերությունների մասին, Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմին անդրադարձանք եւ նաեւ այդ պատերազմի ռիսկերը կամ ազդեցությունը մեղմելու անհրաժեշտությանը եւ հարցը այն էր, թե այս համատեքստում գուցե պետք է դիտել Հայաստանի մասնակցությունը, թե այդպես չեք կարծում։ Ձեր ժպիտից հասկանում եմ, այդպես չեք կարծում։ Ես հասկանում եմ այդ տրամաբանությունը այս մայիսի 9-ի առումով, հա, բայց չեմ կիսում այդ տրամաբանությունը։ Եթե հետևել եք լրահոսին, արդեն երկրորդ օրն է Մոսկվայի տարբեր հատվածներում անօթաչուներով գրոհներ են տեղի ունենում եւ դրանք շարունակվել են, որովհետեւ ըստ էության պատերազմը ընթանում է։
Դուք ասում եք հանդիպումներ, մեկուսացում, այդ հանդիպումները մի բանի համար էին, որ պատերազմը դադարի։ Դադարեց պատերազմը, ոչ չդադարեց։ Եվ եթե չի դադարում, ուրեմն օգնությունն էլ շարունակվում է, սանկցիաները մնում են, դե պատերազմը ինչպես ասացինք, շարունակվում է, դա եղել է ձեր ընտրությունը, չէ՞։ Դե հիմա որ դրոններն էլ գալիս են Մոսկվայի վրա, այսօր երկրորդ օրն անանդ մեջ, ոչ մեկից մի եղացեք Մոսկվայի օդակայաններում, իսկ դրանք մի հատը չի, երկուսը չի, չէ։ Գրեթե ամեն օր այդ կավյոր օպերացիան է հայտարարվում, դա այսպես կոդավորված մի օպերացիա է, երբ օդակայանները միանգամից դադարեցնում են իրենց գործունեությունը եւ միանում են ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերը, որոնք այնտեղ դրած են, որոնք էլի փաստ չէ, որ էֆեկտիվ են, հա։ Էֆեկտիվ են, բայց ոչ 100%-անոց։ Հիմա պատկերացնենք այսպես, ինչ-որ մեկը ձեզ հրավիրում է կամ լավ ինձ, հրավիրում է իրենց տուն, ինչ-որ մի առիթով սեղան է գցել, որ հետը նստեք, ժամանակ անցկացնեք, բայց ասում եք, գիտեք, ինչպես մի հարևան ունեմ, հետը լավ չեմ, այլ որ մենք նստած լինենք, պատու բանում էլի, ասենք, պատը շկամբում, հա, ինքն դեղ քարով մարով կարող չէ, բայց Ռուսաստանն ասում է, եթե ամսի 9-ին հարևանը խփեց, փաստ չէ, որ ամսի 10-ին այդ հարևանը գոյություն կունենա։ Դե ով է ասում, Մեդվեդևը։ Դե այդպես բաները տալիս են, որ Մեդվեդևն ասի, որպեսզի համ ասի, համ էլ լուրջ չընդունեն, էլի, որովհետև նման բան ասելու համար իհարկե այդ էթանոլի տոկոսը արյան մեջ դեր ունի, էլի, այնուամենայնիվ, իսկ ինչպես հայտնի է այդ անձը այդքան էլ հակված չէ մշտապես թափ լինելուն, լավ այսպես ասենք։ Լավ, Հայաստանի մասնակցության հետևաբար ինչ պետք է անի, անի նույն բանը, այն ամենը, ինչ արել է մինչև հիմա, ուրիշ ինչ, միջուկային զենք գործադրի, տկաներեք։ Լավ, Հայաստանի մասնակցության մասով ձեր տեսակետը հասկանալի, իսկ ինչ է կարծում։ Մեկ եւ երկրորդ այստեղ բարոյական հարց էլ կա։ Տեսեք, մեր ղեկավարությունն է ասում, հա, Հայաստանի, որ մենք 300,000 զոհ ենք տվել, ճիշտ է ասում։ Այո, մենք մասնակցել ենք այդ հաղթանակին, մենք հաղթողների մեջ ենք, ամեն ինչ ճիշտ է, բայց մենք գնում ենք տոն ենք, ոչ, մենք մնում ենք տոն ենք։ Մենք պետություն ենք, կներեք։ Այդ ամեն ինչը ճիշտ է։ Լավ, այսպես ասեմ, եթե այդ ամենը ճիշտ է, իսկ այդ ամենը ճիշտ է, ապա այս ամենը պետք է լինի այստեղ, որովհետև եթե դա այդպես չի, ապա մենք տեսնում ենք հետևյալ պատկերը, արդեն այսպես սոցիալական մեդիայով շրջանառվում է նման բան, որ շատ լավ Հայաստանի ղեկավարը գնում է այնտեղ տոնելու, հա, բայց այստեղ մեր հաղթանակի այգի դեպի, հա, ինչ-որ երթ է կազմակերպում Ռուսաստանի դեսպանը։ Լավ էլի։ Լավ։ Հայաստանի մասով հասկանալի, իսկ Ադրբեջանի մասով ինչ դիտարկումներ ունեք, կմասնակցի, չի մասնակցի, հատկապես այս շրջանում Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները։ Դա կլինի վերջին պահի որոշում, պարոն Կիրակոսյան։ Ես նկատի ունեմ այդ ադրբեջանցի падգամավորին, որ Մոսկվայով Աստրախան երկնում չհասավ, նրան հետ ուղարկեցին Բաքու, Ադրբեջանի արտգործնախարարությունը դա համարեց ոչ բարեկամական երկրի գործողություն։ Մի խոսքով սա բավարար պատճառ է, որ Ալիևը չգնա եւ վաճառի արևմուտք։ Տեսեք, մենք խոսում էինք այն մասին, որ Մոսկվան ուժեղացնում է հիբրիդային ճնշումները Հայաստանի վրա։ Այստեղ ակտիվացել է 5-րդ շարասյունը եւ 6-րդ պալատը։ Այո, բայց ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, ասենք, դա ձախ ձեռքով, հիմա այս ձեռքով ինչ է անում։ Ադրբեջանում խոսենք, հետո կգանք Հայաստանի ներքաղաքական թաշտ։ Տեսեք, Ադրբեջանում ինչ է տեղի ունենում։ Ռուսաստանն այնտեղ եւս ուժեղացնում է, բայց ոչ թե ճնշումը, այլ քծնանքը Ալիևի ընտանիքի, Ալիևի ռեժիմի նկատմամբ, հա։ Մեդալ բան։ Կիրիլ, մեդալ, հա,
որում դեսպանի քծնաբարո ստորակարշ հայտարարությունները Ստեփանակերտում, հա, մեր կամազն առաջինն էր բանը։ Եվ այլն, ցինիզմը թողենք իրենց։ Բայց մյուս կողմից էլ, այո, հենց ռուսոֆոբիայի համար պաշտոնական այցով պատվիրակության կազմում եղած падգամավորին օդակայանից հետ է ուղարկում։ Այսինքն ռուսները փորձում են եւ յուղել եւ դաղել մի կողմից։ Դե Ալիևն էլ եւս իրեն բաց է պահում մանևրի դաշտը եւ դա լինելու է վերջին պահի որոշում, պարոն Տիրակոսյան, որովհետեւ մենք այն ինչ խոսում ենք այսօր դա մնում է ակտուալ մաքսիմալ մինչև այսօրվա վերջը, վաղը ինչ կլինի, որևէ մեկը չի կարող ասել եւ այդպես մինչև ամսի 9 ներառյալ։ Բայց որ ասում եք Ալիևը բաց է պահում իրեն մանևրի մեծ դաշտ, տպավորություն չունեք, որ վերջին զարգացումներով կարծես թե նրան իր տեղը ցույց տվեցին նկատում։ Հա, Կիրիլը այցելեց մեդալ բան, բայց Նաթանյայի այցի ծախողում, որ պիտի գնար սպասեր մինչև Ալիևը Մոսկվայից հետ գար։ Սա ոչ թե տպավորություն որ նրա աշխարհքաղաքական դերակատար լինելու հավակնությունների վրա ջուր լցվեց։ Այդպես չեք մտածում։ Հա, բայց այնպես չի որ ռուսները իրեն տեղը ցույց տվեցին։ Չէ, չեմ ասում ռուսները։ Չէ, դե հիմա Ալիևը մասնակցում է խաղին, թե խաղի ընթացքում էլ ինչ որ բան շահում է, ինչ որ բան տանուլ է տալիս։ Այո։ Հիմա ձեր ասածը այդ տանուլ տվածի մասն է, բայց այստեղ Թուրքիայի օգնությամբ Թուրքիայի եւ չեմ կարծում, ուղղակի դեպքերի ընթացքը այդպես գնաց։ Որովհետեւ Թուրքիա-Իսրայել հակասություններ, այո, չեն բխում Ադրբեջանի շահերից։ Այո, Ադրբեջանը ձգտում էր հաշտեցնել։ Այո, երբ պարզ դարձավ, որ Նեթանյահուն ունի այլ առաջնահերթություններ գետնի վրա, հա, տեսնում ենք 10,000 ռեզերվիստներ, որոնք կուղարկվեն այլ, շատ թե քիչ ավելի անվնաս ուղղություններ, իսկ այնտեղից արդեն մոբիլիզացված զորամասերը մտնելու են գազ։ Եվ հիմա դրա այդ օպերացիայի նախապատրաստումն է տեղի ունենում։ Եվ ինչն է կարևոր, Թրամփն է զանգահարել Էրդողանին։ Եվ փաստորեն Թրամփն է ստանձնել իր երկու դաշնակիցներին հաշտեցնելու առաքելությունը եւ այստեղ Ադրբեջանը կարող է, ասենք, երկրպագուի իսկ հաջողության դեպքում նաեւ շահառուի դերում լինել, հա։ Այսքանն է, այսինքն այստեղ, բայց էլ եմ ասում, այս ամենը Ռուսաստանն ընդհանրապես որևէ կապ չունի։ Ռուսաստանի հետ իր առանձին խաղն է խաղում Ալիևը, ինչն է կարևոր, Իրանի հետ եւս իր խաղն է խաղում, այսինքն, եթե նույնիսկ ուժային ինչ-որ բան տեղի ունենա հիպոթետիկ չնայած օրվա վրա մենք տեսնում ենք, որ դրա հավանականությունը այնուամենայնիվ նվազում է։ Այո, Ադրբեջանը իրեն դուրս է դնում նման զարգացումներից։ Ավելին նա արդեն փորձում է խաղալ գործարքից հետո ընկած ժամանակահատվածում իր շահաբաժիններն արդեն ռեզերվ անելով, հա, այսպես ասենք։ Եվ հիմա այո, մենք պետք է ուշի ուշով հետևենք Միացյալ Նահանգների Իրան բանակցություններին, որովհետև դրա, այսպես ասենք, աշխարհաքաղաքական շահառուն թիվ 1, հա, այն որ կենսական կարևորությունը դա մենք ենք։ Եվ դա չափազանցություն չի։ Լավ, հիմա հետևենք առայժմ Հայաստանի ներքաղաքական դաշտում ընթացող process-ներին, ինչից ես սկսեցի, բայց այդպես էլ չանդրադարձանք միանգամից կապեցինք Ռուսաստանի։ Այստեղ ինչ է կատարվում։ Երկրորդ, երրորդ նախագահների, թիմակիցների եւ այլն։ Տեսել եք Իլֆ Պետրովիչը, Կիսա Վարաբյանինովը եւ Ածեց Ֆյոդորը, չէ՞, մի աթոռը բռնած եւ տակից ոտքերով իրար հարվածում են։
բավականին զվարճալի կադրեր են, իսկ դա կատակերգություն է այդ ստեղծագործությունը, փայլուն ստեղծագործությունը, բայց ամբողջ ներփությունն էլ է, որ այդ աթոռը չկա, հասկանում եք, միայն իրար խփում են, կա նայողի փոփոխություն եւ հիմա այսպես այս խորեոգրաֆիան, որ մենք տեսնում ենք, հա, ուշադրություն գրավելու համար ես եմ համար մեկը, չէ ես եմ համար մեկը։ Դրանով պայմանավորված ես եմ լավը, չէ ես ավելի լավն եմ։ Ես եմ հավատարիմը, չէ ես ավելի հավատարիմ եմ։ Եվ դրա համար ինչա պետք անել։ Հնարավորինս շատ քծնել ռուսներին, հնարավորինս շատ վատաբանել սեփական պետությունը եւ հնարավորինս շատ թունավորել մթնոլորտը։ Եվ հիմա այսպես լինում են, չէ, գեղեցկության մրցույթներ, չէ, այսպես։ Հիմա մի այսպես ստորակարշության մի մրցույթ է, մրցավարն էլ Ռուսաստանն է, որը կհայտարարի հաղթողին իր տեսակետից, հա, եւ խաղադրույքները կանի նրա վրա, չնայած չի ելանի, կկարգադրի, որ ներսում այնտեղ մի քանի այսպես պատանդ միլիարդատերեր կան յան ազգանուններով, այ ոնց են իրենց շրջապատում ասում, վզներին կդնի պարտքը, որպեսզի նրանք անեն այդ խաղադրույքը։ Այս ամենը ահա այսքան տխուր է, ողբերգական եւ ոնց որ ռուսական ցանկացած բան անողոք եւ անիմաստ։ Այսինքն այս ամեն ինչը ոչ թե հիմա այս պահին impeachment, չգիտեմ, իշխանափոխություն, գործող իշխանությանը հեռացնել, այլ դա արդեն ոչ ծիծաղելի կրկես է, պարոն Կիրակոս։ Եվ այս process-ը պիտի շարունակվի մեր տարի 13 ամիս, եթե նայում ենք այսօրվա ամիսամսաթվին, օրացույցին նայելով։ Նայենք, հետևենք իրադարձություններին։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, կհանդիպենք։